Մեկ գրառում սոցհարթակներում ու կարող է փոխվել միջազգային հարաբերությունների ողջ ընթացքը։ Դրա հիմքում ընկած է թվիթերային դիվանագիտությունը։ Այդ տերմինը ձևավորվել է 2011 թվականին որպես պետությունների միջև ուղիղ հաղորդակցության նոր ձև։ Թվիթ դիվանագիտությունը զարգացավ հատկապես Բարակ Օբամայի օրոք, բայց դրա իրական ազդեցությունը դրսևորվեց Դոնալդ Թրամփի ժամանակ, ով սոցհարթակները օգտագործում է քաղաքական ազդակներ հղելու, միջազգային օրակարգի եւ լրատվական դաշտի վրա ազդելու համար։ Դրա ամենավառ օրինակներից մեկը Իրան-Ամերիկա վերջին ճգնաժամն էր։ Թրամփը սոցկայքերում օրվա մեջ մի քանի հրապարակում էր անում, որոնցում արագորեն փոխում էր նաև ռետորաբանությունը, հղելով մեկ կոշտ սպառնալիքներ, մեկ բանակցության կոչեր։ Դրանց Իրանը արձագանքում էր սառը սարկազմով։ Տարբեր երկրներում գտնվող իր դեսպանատների պաշտոնական սոցեջերում բավականին սարկաստիկ գրառումներ անելով։ Իմ կարծիքով սա թվային դիվանագիտության բավականին արդյունավետ օրինակ է։ Սարկազմի եւ հեգնանքի միջոցով Իրանը փորձում էր նվազեցնել Թրամփի հայտարարությունների լրջությունը։ Արդյունքում ոչ միայն արձագանքում էր դրանց, այլև թելադրում էր մեդիա օրակարգը, ուշադրությունը կենտրոնացնելով Թրամփի հայտարարությունների հակասությունների վրա։ Միաժամանակ կոտրվում էր այն կարծրատիպը, թե Իրանը թույլ է եւ չի կարող համարժեք պատասխան տալ։ Մինչդեռ Իրանը Ամերիկայի ահարկու կերպարը մեդիայում աստիճանաբար տեղափոխում էր սարկազմի եւ մեմերի դաշտ։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքն ու հետևեք Ռենեսանսին, միասին բացահայտենք ավելին։